Մարտի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 20-ից 15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի կողմից կատարված սխալ վիրահատության պատճառով բուժառուի մոտ առողջական խնդիրը չի լուծվել, առաջացնելով այլ առողջական խնդիրներ ևս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 47-ամյա Ս-ն հայտնել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 6-ին իրեն նշված բժշկական կենտրոնի տնօրենը կրծքագեղձերի լիպոֆիլինգ վիրահատություն է արել, որի արդյունքում խնդիրը չի լուծվել, առաջացնելով այլ առողջական խնդիրներ, եւ նույն բժիշկն իրեն վիրահատել է 2022 թվականի ապրիլ, 2023 թվականի մայիս եւ 2024 թվականի հունվար ամիսներին, սակայն իր առողջական խնդիրը չի լուծվել, այլ ինքը ձեռք է բերել այլ առողջական խնդիրներ ևս։ Բուժառուն նաեւ հայտնել է, որ դիմել է այլ մասնագետների, սակայն չի կարողանում լիարժեք բուժում ստանալ, քանի որ ունի ֆինանսական խնդիր եւ վիրահատությունների համար ինքը վճարել է 1.3 միլիոն դրամ գումար։ Այնինչ բազմիցս դիմել է տնօրենին, որպեսզի տրամադրի կատարված վիրահատությունների պատմագրերը, անալիզների պատասխանները եւ վճարված գումարի կտրոնը, սակայն վերջինս հրաժարվել է տրամադրել։ Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։